Սելայնակիցներ, Նիկոլ Փաշինյանը ձեզ ոչ մենանով է վախացնում, որ ասում է չէ չգի, եթե անկարծ ընտրեք ընդդիմությանը կլինի պատերազմ, ինքը նաև խաբում է, ասում է ընտրությունների ելքը արդեն որոշված է, որովհետև ինքը գիտի, որ եթե ժողովուրդը չգնա ընտրությունների, եւ որտեվ եթե ասում է ելքը որոշված է, ինչի գնալ ընտրությունների, կհաղթի ինքը, ճիշտ այնպես ինչպես եղավ Երևանում, ցածր մասնաօգնության պայմաններում ժողովրդի ընդամենը 9% աջակցություն ունեցող ԿՊԱ-ական թեկնածուն դարձավ քաղաքապետ։ Եվ Երևանի խնդիրները ոչ թե լուծվեցին, այլ Երևանի խնդիրները բազմապատկվեցին։ Ով է տեսել մարդ օրական 2-3 ժամ կորցնի խցանումների մեջ։ Ով է տեսել մարդը չկարողանա դուրս գա փողոց, մաքուր օդ շնչի, որովհետև աղբը փոշին խեղդում են։ Եվ վերջը ով է տեսել մի մայրաքաղաք, որտեղ համալսարան բու չլինի։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, իր նախարարը այսպիսի քաղաք են պատկերացնում, քաղաք, որտեղ չլինի համալսարան, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ եթե մարդ կրթված չի, ինքը երբեք իրավունքների համար չի պայքարի, լավը վատից չի տարբերի, լույսը խավարից չի գերադասի։ Այնպես որ, եթե մենք չենք ուզում խավարի մեջ թաղված հայրաքաղաք, եթե մենք չենք ուզում թրքի ոտքի տակ տառապող հայրենիք, եթե մենք ուզում ենք, որ մեր արցախցի հայրենակիցները վերադառնան իրենց տուն եւ իրենց իրավունքները տերը լինեն, եւս մեկ անգամ հունիսի 7-ին համար